Ես այսօր ուզում եմ խոսեմ խոսքի զորության մասին։ Ուղերձս վերնագրել եմ այսպես՝ խոսքի ուժը։ Խոսքը ուժ ունի մեր կյանքում։ Ու մենք այսօր կնայենք Սուրբ գրքով, Աստվածաշնչյան լիքը տեղերով, նույնպես լիքը վկայություններով, ինչքան կարևոր է մեր բերանից դուրս եկած խոսքերը։ Հովվա ասեց, երեք մենք խոսեցինք մի փոքր ֆինանսների մասին, մենք անգամ այդտեղ ցույց տվեցինք, որ որքան կարևոր է խոսքը մեր շուրթերից, որ դուրս է գալիս։ Եվ խոսքը ինքը ինչքան ուղիղ կապ ունի մեր կյանքի ընթացքի հետ, հա։ Մենք երեք այս օրինակը ասեցի, այսօր էլ ասեմ, գիտեք, շատ հին ժամանակներում մարդիկ պարզապես պայմանագրեր կնքել են խոսքով։ Այսինքն բավական է եղել խոսքը, դու ասեցիր, ես ասեցի, ուրեմն սա բավական է։ Հետո երբ որ եղել է արդեն բարձրացել է ոչ հավատարմության եւ պատասխանատվություն չկրող մարդկային տեսակը, երբ որ ավելի է զարգացել, ավելի է բարձրացել, արդեն մարդկանց մեջ կարիք է եղել բացի խոսքը ասելուց մի հատ էլ ձեռքդ տուր, որ հետո դա լինի օրինակ, համ խոսք է տվել, համ ձեռք է սեղմել։ Հետո երբ որ այդտեղ էլ է բարձրացել անհավատարմություն եւ պատասխանատվության զգացում մարդիկ չեն կրել, ավելացրել են մի բան, որ խոսքը տուր, ձեռքը տուր, բայց հետո ձեռքները ճղել են, արյունը արյունի հետ են խառնել, որպես պայմանագրի, որպես ուխտի նշան։ Հետո եկել է մեր ժամանակների մեջ արդեն ոչ միայն խոսքը, ոչ միայն ձեռքսեղմերը, այլ արդեն եկել է թղթի վրա գրել։ Դու ասում ես, ես ասում եմ, տակը ստորագրում ենք։ Բայց ի սկզբանե մեր Աստծո տեսանկյունը ինչպիսին էր, Հիսուս Քրիստոսը ավետարանի մեջ ասեց, քո այոն այո լինի, քո ոչը ոչ լինի։ Խոսքը այդքան կարևոր է ու այդքան կշիռ ունի։ Եթե ասել ես, ուրեմն դու քո խոսքի մեջ պիտի լինես։ Հայերեն ասենց չէ, մենք ասենց տնավարի խոսք ունենք ու մշակույթի մեջ խոսքի տերն եղի։ Դու քո խոսքի տերն եղի։ Սա է Աստված ուզում, քո այոն այո է, քո ոչը ոչ է։ Ու Աստված մեզ սրա մեջ սովորացնում է։ Հա, նույնպես քրիստոնյա համար մենք չենք կարող, գիտես, պարզապես sense խոսքը օդ կրակենք, հետո ասենք, դե բաներ ասեցի, էլի։ Գիտես չէ, բաներ ասեցիով չէ, մեր խոսքը կշիռ ունի, մեր խոսքը ուժ ունի, ու մենք մեր խոսքի տերը պետքա լինենք։ Ամեն։ Ու պետքա այս տեսանկյունից հասկանանք, որ երբ որ մեր բերանից ինչ որ մի բան դուրս է գալիս, հոգևոր աշխարհը դա տեսնում է, հոգևոր աշխարհը դա գրանցում է սիրելիս։ Ու խոսքը Աստվածաշունչը մեզ կասի, մենք այդ տեղերին կհանդիպենք, որ ինքը նման է սրի, նա երկսայրի սուրի պես գործում է։ Ու մենք պետք է գիտակցենք, որ դա կարա նույնպես ի օգուտ աշխատի մեզ, դա կարա ի վնաս աշխատի մեզ։ Դա համար մենք պետք է սովորենք հմտորեն խոսքն օգտագործենք այնպես, որ նա օգուտ բերի մեր կյանքում եւ ոչ թե մեզ վնասի։ Ամեն սիրելիներ, փառք մեր սքանչելի Տիրոջը։ Ես մի քանի տեղեր, մի քանի պունկտերի կբաժանեմ, մի փոքր ուսմունք, մի փոքր քարոզ, այսպես կշաղախենք, հավատում եմ, որ մի համով Տիրոջ սեղանից մի համով ուղերձ կունենանք, որը մեր կյանքը կփոխի։ Ամեն։ Գիտես, խոսքը, որ մենք խոսում ենք խոսքերի եւ մեկ ուրիշ խոսքով Աստվածաշնչյան լեզվով կա այսպիսի արտահայտություն, դավանանքների մասին կխոսենք։ Մեր շուրթերից ինչ դավանանք է դուրս գալիս։ Եվ կարճ ուսմունքային մի փոքր հայտնություն, դավանանքը լինում է, ու հիմնականում այսպես, դավանանքը լինում է 4 տեսակի։ Առաջին տեսակը դա խոստովանությունն է, երբ որ մարդ իր մեղքերը դավանում է Տիրոջ առաջ։ Գալիս է, ու ինչ անում, ասում է, Տեր, ես մեղավոր եմ, այս մեղքը եւ ապաշխարում է։ Սա դավանանքի մի տեսակն է։ Առաջին Հովհաննես 1:9 մեզ կասի, ապա եթե մեր մեղքերը խոստովանենք կամ դավանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբացնե մեզ ամեն անիրավությունից։ Հա։ Հաջորդը կասի մեզ Հռոմեացիս 10:10, քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար եւ բերանով դավանում ենք, խոստովանում ենք փրկվելու համար։ Սա դավանանքի մի տեսակն է։ Երբ որ մենք ասում ենք դավանանք։ Երկրորդ տեսակը սիրելի սա, հրճակել խոսքը այդ խոսքի հեղինակի առաջ, կամ մեկ ուրիշ խոսքերով ասած, խոսքը հիշեցնել հենց հեղինակին։ Մենք աղոթքի մեջ եւ կարդացած կլինենք Սուրբ գրքում եւ մեր կյանքում, չէ, այսպես աղոթքներ կլինեն, որ ասում են, Տեր ջան, դու ես ասել։ Չէ, լինում է, չէ, Տեր ջան, քո խոսքում է գրված։ Մենք Աստծո խոսքը հիշեցնում ենք Աստծո առաջ։ Անկամ Աստվածաշունչն ասում է, հիշեցրու ինձ իմ խոսքը։
Այսինքն սա դավանանքի երկրորդ տեսակն է, երբ որ խոսքը հիշեցնում ես հենց հեղինակի առաջ, հեղինակին ես հիշեցնում։ Երրորդ տեսակի դավանանքը սիրելիս, խոսքը հռչակել ուրիշի առաջ կամ վիճակների առաջ։ Վիճակները կբացատրեմ քիչ հետո ինչ է։ Մատթեոս ավետարան 10:32-ում մենք հանդիպում ենք այստեղ. «Արդ ամեն ով որ ինձ մարդկանց առաջ դավանի, ես էլ կդավանեմ նրան իմ հոր առաջին, որ երկնքում է։ Եվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջին, ես էլ կուրանամ նրան իմ հոր առաջին, որ երկնքումն է»։ Նայեք, երրորդ տեսակի դավանանքին որն էր հռչակել խոսքը, դավանել խոսքը ուրիշների առաջ կամ վիճակների առաջ։ Ուրիշների առաջը հասկացանք, տեսանք, ասում ով որ ինձ դավանի մարդկանց առաջ, ես էլ կդավանեմ հոր առաջ։ Հիմա սիրելիս, այստեղ նույնպես ուզում եմ մի փոքր աղոթքի, պատասխանվող աղոթքի մի հատ բանալի տամ։ Պատկերացրա մի մարդ, ով ամաչում է Աստծո անունը կրելուց, ամաչում է հավատացյալ կոչվելուց, ամաչում է նրանից, որ ինքը քրիստոնյա է։ Սա ինչ է նշանակում? Հիսուսն ասում է, ով որ ինձանից ամաչի, ես էլ հոր առաջ չեմ դավանի։ Ես էլ հոր առաջ, մեկ ուրիշ խոսքերով ասած, կամաչեմ, ես էլ իրան այնտեղ կլրեմ։ Հիմա պատկերացրա, մարդ, ով որ ամաչում է մարդկանց առաջ դավանելուց, մարդ, ով որ ամաչում է Հիսուսի անունը խոստովանելուց, բայց հետո գնում է տուն ու կարիքի համար աղոթք անում, Աստված ջան, սենց Հիսուսի անունով։ Ու պատկերացնում ես, հայրը նայում է, ասում է, Հիսուս, ճանաչում ես այս մարդուն։ Նա չէ, չեմ դավանում։ Չէ, ասում է, չեմ դավանի։ Չեմ դավանի հոր առաջ։ Ասում է, պապ, գիտես, ինքը ուրանում է մեզ։ Մարդկանց առաջ ուրանում է։ Հա, ասենք թե Հիսուսի անունով աղոթեց։ Ավետարանչությունը ուժեղ բանալի է աղոթքի կյանքի համար սիրելիս։ Ամեն, եղեք ավետարանող, եղեք Աստծո խոսքը վկայող մարդկանց։ Ու կտեսնեք ոնց է ձեր աղոթքները, ասում եմ, գցում ես մի անգամ երկինքը բռնում է։ Ամեն սիրելիս, եղիր ավետարանող մարդ։ Երրորդ տեսակի դավանանքը հռչակել ուրիշի առաջ կամ վիճակների առաջ։ Որն է վիճակների առաջ։ Մենք տեսնում ենք Հիսուսը խոսեց թզենուն։ Դա վիճակների առաջ։ Հիսուսը խոսեց քամիներին ու փոթորիկներին։ Դա վիճակների առաջ, հա, որ մենք տեսնում ենք սա։ Հիսուսը խոսեց հիվանդությանը։ Հիսուսը խոսեց մեռած Ղազարոսին։ Ղազարոսը մեռած էր, խուլ էր, ու չէր լսում։ Որտեղ խուլ էր, այլ մեռած էր, չէր լսում։ Բայց Հիսուսը խոսեց վիճակներին, ու սա դավանանքի երրորդ տեսակն է, որ մենք էլ ունենք մեր կյանքում իշխանություն եւ հնարավորություն խոսել վիճակներին։ Եվ ես կապացուցեմ սիրելիներ, որ sense tendency մենք խոսում ենք վիճակներին, պարզապես չենք նկատում։ Գիտեք, երբ որ մարդուն սովորացնում ես, ասում ես, գիտես, եթե ինչ որ իրավիճակի մեջ ես, ինչ որ խնդրի մեջ ես, կամ ինչ որ մի բան կա քո կյանքում, որը խանգարում է, ասա, հրամայի ուժ ունես, դու իշխանություն ունես Աստծուց, ասա, թող փոխվի։ Գիտես, ես երբ որ ապաշխարել եմ իմ տնային խմբակի ավագը, մի օր եկավ ասեց, երեխեք, այնքան կարիք կա, ամուսինը կոմպյուտերով գործանող էր, մեր Վահան եղբայրը, ու ինքը իր այդ հիշողության սարքը ամբողջությամբ վառվել էր, փչացել էր։ Ու գիտեք, Վահանը ինքը այդ եղբայրը ինքը կոմպյուտերշիկ է, ինքը լավ գիտի վառվելն ինչ է։ Ինքն էս միամիտ չէ, էլի, որ ինքը այդ գործի վրա է։ Ու ինքը լավ գիտի վառվելն ինչ է, չվառվելն ինչ է։ Բայց իր կինը, որ մեր ավագն էր, գալ ասում երեխեք կարիք կա, էլի եկեք աղոթենք, որ Աստված մի հրաշք անի, ամիսների աշխատանքը այդ Վինչեսթերի մեջ, այդ հիշողության սարքի մեջ վառվել, կորել է։ Ու մենք գիտես, միամիտ երեխեք հավատքով լցված աղոթում ենք, մյուս 5 շաբթի օրը խմբակին մեր ավագն ասում երեխեք հրաշք է եղել։ Վահանը միացնում է, ամբողջությամբ աշխատում է։ Վիճակները փոխվում են։ Նորից եմ ասում, Վահանը միամիտ մեկը չէր, որ չէր հասկանում ինչը ճիշտ չի միացրել։ Հա? Այդ իր գործն է, այդ իր մասնագիտությունն է։ Աստված գերբնական հրաշք անում։ Մենք ունենք իրավունք, մենք ունենք իշխանություն խոսել վիճակներին։ Ու մենք sense tendency մեր կյանքում շատ հաճախ խոսում ենք առարկաների հետ, խոսում ենք իրերի հետ, անգամ չհասկանալով։ Հա? Մենք մեր աղբերները, ով որ ավտոյի վրա գործ անգամ բաց, այդ անտեր կլուչն ուրա։ Խոսում ենք կլուչի հետ, չէ՞, այդ անտեր կլուչը, կամ այն, չգիտեմ, այն ինչ որ մի էլի վատ բանով, չէ՞, էսի ուրա, կամ այնի ուրա։ Մենք sense tendency մեր կյանքում մենք խոսում ենք իրերի հետ, հա,
ապրանքների հետ խոսում ենք, ու մենք տեսնում ենք նույնը Աստվածաշնչում, Տերը խոսում էր թզենու հետ, Տերը խոսում էր, հա, քամիների ու փոթորիկների հետ, ու ինքը խոսում էր այն, ինչ ուզում էր տեսներ, ինչ ուզում էր ունենար։ Նայեց քամիներին ու փոթորիկներին, ասեց լռիր, պապանձվիր։ Նայեց թզենուն, ասեց այլևս պտուղ չլինի քեզանից։ Հասրեներ, սա մենք պետքա սովորենք, ու սա մեզ նույնպես օգնում է, որ մենք սովորենք, եթե մարմնիդ մեջ կա հիվանդություն, հիվանդության համար աղոթքի տարբեր ձևեր կա, խնդրում ենք Տիրոջը, ծոմ ենք պահում, աղոթում ենք, աղաչանք ենք անում, կարող է միգուցե լացելով ես աղաղակում, բայց կա նույնպես մի տեսակ, որ կանգնում ես այդ հիվանդությանը, անիծում ես, հրամայում ես, դուրս իմ մարմնից, տեղ չունես իմ մարմնում, հա? Իմ մարմնում տեղ չունես։ Հիսուսը նույնպես խոսում էր հիվանդություններին, հրամայում էր հիվանդություններին, խոսում էր դևերին, հրամայում էր դևերին, ու դրանք դուրս էին շպրտվում։ Սա դավանանքի երրորդ տեսակը։ Հաջորդ տեսակը սիրելիս, չորրորդ տեսակը, հրճակել խոսքը, կրկնել խոսքը։ Մի հատ լավ թարգմանություն կա, որ ինձ դուր է գալիս, մենք հայերենում սենց կասենք մրթ-մրթալ։ Մրթ-մրթալ խոսքը, մրթ-մրթալ։ Հեշտ տեսել եք մարդը դուրսը քայլելուց մրթ-մրթում է։ Լինում է, չէ՞։ Գիտես բռնացնում ենք, մենք էլ ենք մեկ-մեկ մրթ-մրթում։ Ինչ որ մտքերով ընկած մեկը զանգել է բան, խոսալով փողոցում գնում ենք։ Ես ինձ մի անգամ բռնացրել եմ, կարող է ել մարը, չգիտեմ, բայց մի անգամ բռնացրեցի, որ ինձ խոսալով գնում եմ, ասես հա կողքից մեկը տնակ, ասես գժվացնով է։ Գիտես մենք տեսնում ենք, չէ՞, փողոցում մեկը ինքն իր ասես խոսալով գնում է։ Մրթ-մրթում է։ Աստվածաշունչն ասում է խոսքը, իր խոսքը մրթ-մրթացեք, դավանեք։ Քույրեր, ճաշ եք եփում, տունն եք մաքրում, կարակ խոսքը մրթ-մրթակ, հա, Քրիստոսի վերքերով ես բժշկված եմ, ես օրհնված եմ, իմ տունը լցված է, իմ երեխեքն ապաշխարած են, իմ տունը լցված է, իմ ամուսինը օրհնված է, իմ ընտանիքը օրհնված է, կարաս մրթ-մրթաս խոսքը, կարաս անընդհատ կրկնես, նույնը եղբայրները, մեքենա քշելուց, ես ինքս էլ մեքենա քշելուց կարամ միացնեմ Աստվածաշունչը կամ կարամ միացնեմ մի երկրպագություն ու սկսեմ դավանանք անել, մրթ-մրթամ, խոսքը կրկնեմ, դավանանքը կրկնեմ, հա, սա մեր կյանքում գործ ան։ Աստվածաշունչը մեզ կասի Եբրայեցիս 4:14-ը, արդ որովհետև մեծ քահանայապետ ունենք երկնքովն անցած Աստծո որդի Հիսուսին, պինդ բռնենք դավանությունը, պինդ բռնենք մրթմրթալը, որ սենց ասեմ հասկանանք, հա, այսինքն պինդ բռնենք խոսքը, որ անդադ կրկնում ենք, չհանձնվենք։ Գիտես հաճախ ինչ է լինում, ես ինքս բռնացրել եմ, լինում է ժամանակ, լսում ենք դավանանքի մասին խոսքեր, դավանանքի մասին քարոզներ, օ ինչ լավ է, հեսա գնամ, թազացուցակս վերցնեմ, սկսեմ ամեն օր կանգնել եւ դավանել Աստծո խոստումները, Աստծո մարգարեությունները, ին վրա արված աղոթքները։ Գնում ենք ու ինչ ենք անում, մի օր անում ենք, երկու օր անում ենք, մի շաբաթ անում ենք, լավագույն դեպքում երկրորդ շաբաթն էլ ձգում ենք, երրորդ շաբաթից մի օր մոռացանք, մի օր չստացվեց, հետո վաղը կանեմ, այն մյուս օրը չեղավ ու գնաց, մոռացանք էդի։ Բայց չէ ասում է պինդ բռնենք դավանանքը, բաց չթողենք, մեր Տերը կանգնած է իր խոսքի ետևում։ Ու երբ որ մենք այդ խոսքը բռնում ենք, այդ խոսքը սկսում է մեր կյանքում աշխատել սիրելիս։ Մեր հով Արտուրը մի անգամ շատ հրաշալի մի օրինակ բերեց, ասեց կա ժամանակ, որ մենք դժվարությամբ այդ խոսքը տանում ենք, որտեղ գին պիտի վճարենք, որ այդ խոսքը տանենք, բայց հետո գալիս է մի ժամանակ, որ արդեն խոսքն է մեզ գրկում ու խոսքն է մեզ տանում։ Ու ինքը բեմի վրա մի օրինակ բերեց, մի եղբոր կանչեց ու ասեց պատկերացրեք, այս խոսքը եղբայրն է։ Կա ժամանակ, որ ես պետքա գին վճարեմ իրան տանելու համար ու գրկեց այդ եղբոր ու սկսեց տանել, դա դժվար էր, բայց ինքը պետքա տանի այդ խոսքը, մինչև այդ խոսքը բարձրանա, աճի, հասունանա իր ներսում։ Բայց ասում է հետո գալիս է մի ժամանակ, որ այդ խոսքը արդեն այնքան է հասունանում, որ խոսքն է քեզ տանում, ու այդ տղուն դրեց, ասեց դե հիմա ինձ գրկի։ Ու հիմա այդ տղեն է իրան տանում, ասում է գիտեք ինձ ինչքան լավ է, գիտեմ իր համար դժվար է, բայց ինձ շատ լավ է։ Գալիս է ժամանակ, որ այդ խոսքն է արդեն քեզ տանում։ Հասրելիս, բայց այդ առաջի փուլը արի չկորցնենք։ Վերցնենք Աստծո խոսքը ու թույլ տանք, գին վճարենք, ջանք թափենք, որ նա փոխի մեր կյանքը, փոխի մեր մտածելակերպը, փոխի մեր ներսը, նորոգի մեր միտքը։ Ես անցած կիրակի մեր եկեղեցում մի օրինակ բերեցի, գիտեք ցավալի մի ինչ ասեմ, պարադոքս ասեմ, ինչ ասեմ, ցավալի մի բանի եմ հանդիպում։ Մեկ-մեկ հանդիպում եմ այսպիսի խնդրանքի, կամ նամակ են գրում, կամ եկեղեցու հրաշալի քույր է, կամ եղբայր է, անձի դեմ բան չունեմ, բայց տեղ կա չհասկացված մի վիճակ։
Հովիվ ջան, կաղոթես միտքս նորոգվի։ Ասեմ, միտքդ նորոգվելու համար ինչ աղոթեմ։ Միտքդ նորոգվելու համար դու գնաս գիրք կարդաս, դու գնաս աղոթք անես, դու գնաս դավանանքներ անես։ Լավագույն դեպքում լավագույն աղոթքը, որ կարամ աղոթեմ, պետք է աղոթեմ, Տեր ջան, ընենց արա թող սիրի կարդալ։ Ընենց արա թող սիրի աղոթել։ Լավագույն աղոթքը այդ պիտի անեմ, որովհետև այդ այն աղոթքը չի, այդ այն խնդրանքը չի։ Հոր ջան, դե ես նստեմ այնտեղ իմ համար թախտի վրա նստեմ, դու աղոթի միտքս նորոգվի, ու ես այս նորոգված մտքով վեր կենամ։ Դա չի լինում, սիրելիս։ Գիտես, եթե կան մտքի հարցակումներ, օրինակ վախի հարցակում, մահվան հարցակում, հիվանդության հարցակում, շատ հաճախ, ոչ թե դա պարզապես հովիվ ջան մատ աղոթի ազատվեմ, այլ դա նստել եւ դավանանք անել, խոսք կարդալ, հավատալ խոսքին, աղոթել խոսքով եւ կբերի փոփոխություն։ Ես իհարկե մի օրինակ նույնպես բերեցի, որ այո, կա ժամանակ, որ մարդը այնքան է գերեվարված, արդեն այնքան է կապված այդ մտքով, որ իրան պետք է ազատագրել։ Բայց նույնպես այստեղ կա մի նրբություն։ Ես այսպիսի օրինակ բերեցի։ Կանչեցի երկու եղբայր բեմի վրա, մեկի գլխին գլխարկ քաշեցի։ Հա, մեկի գլխին գլխարկ քաշեցի։ Ու ասեցի հիմա, պատկերացրեք, իր միտքը նորոգված չի, իր միտքը փակված է։ Ասում հիմա ազատվի, միտքդ նորոգի։ Ինքն իր ձեռքերը ազատ էր, իր ձեռքերով գլխարկը վրայից հանեց։ Սա ինչ արեց, ինքը կարդաց, ինքը դավանեց, ինքը աղոթեց, իր մտքին նորոգում եկավ։ Նորից գլխարկը քաշեցի գլխին, բայց մյուս եղբորն ասի հիմա ձեռքերը ամուր բռնի։ Ձեռքերը ամուր բռնեց, ասում հիմա մտքի նորոգում արա, չի կարող, որտեղ ձեռքերը բռնված է։ Ասում այս տարբերակում իրան պետք է ազատագրում։ Այս տարբերակում իրան պետք է, հա որ գա հով աղոթի, ծառայողն աղոթի, յուղով օծեն ու ինքը ազատագրում վերապրի։ Հիմա աղոթեցինք, ազատագրվեց, բայց գլխարկը գլխին է, չէ՞։ Հիմա ազատագրվել է, նորից թևերը ազատ է, բայց միևնույնն է, նորից հիմա սրելիս պետք է գնա իր գլուխը, ինքը գլխարկը գլխից հանի ինքը։ Պետք է գնա, հիմա արդեն ազատագրված, գնա նորից նստի, գիրքեր կարդա, աղոթքեր անի, դավանանքեր անի, որ իր միտքը նորոգվի։ Հասկանում եք, սերներ, ես կխնդրեմ, գիտես, այս ծուլության, ես անգամ ընդեղ եմ ասում, ուզում եմ ես քարոզի վերնագիրը դնեի կախարդական փայտիկ, շատ հաճախ ուզում ենք այդ կախարդական փայտիկը լինի, ես բան չանեմ, մի հատ sense հով ջան, բալատ աղոթի թող էդի լինի, բայց այդպես չի լինում, սիրելիս։ Աստվածաշունչը մեզ մի լավ խոստումք է տալիս, Աստված օրհնում է աշխատող ձեռքերը։ Ամեն, Աստված ծուլությանը կողմ չի։ Եվ մենք որպես ծնողներ, ովքեր որ այստեղ ծնող են, լավ գիտեն, գալիս է մի ժամանակ մեր երեխեքին փոքրուց, երբ որ սկսում են մեծանալ, մենք իրենց քիչ սովորում ենք աշխատասեր լինել։ Գիտես իմ բալիկը երբ որ փոքր էր, կանֆետը երբ որ տալիս են, կանֆետն ուտում էր, թուղթը գցում էր գետնին, շատ փոքր էր, հազիվ էր քայլում։ Մենք ուրախությամբ իր հետևից թուղթը վերցնում ենք, մենք ենք գցում աղբիդույլը, բայց երբ որ մի քիչ մեծացավ, ես ասեցի ստոպ, կանգնի, կանգնես նայում, ասում թուղթը բեկա տար աղբիդույլը գցի։ Ինքնից նայում դեմքից չգիտի, հիմա ինչ պետք է անի, դա թազա բան էր իր համար։ Ասում թուղթը վերցրա, տար գցի աղբիդույլը։ Չի անում, թուղթը վերցրա, տար գցի աղբիդույլը։ Ու տեսնում է, որ ես խիստ եմ, տեսնում է, որ ես պահանջոտ եմ, վերցնում է, նեղացած դեմքով, տանում գցում է։ Հետո երկրորդ անգամ նորից նեղացած դեմ, հետո երրորդ անգամ էլ պետք է չէր ասել։ Թուղթը կերավ, էլ չգցեց, էլ մի անգամից գետնին չգցեց, տարավ մի անգամից աղբիդույլը գցեց։ Ինչ արեցինք որպես ծնող, դաստիարակեցինք որպես ծնող, ուզում ենք ինքը լինի ճիշտ վիճակում։ Նույնն էլ Աստված սրելիս։ Եթե գիտես այն նոր ապաշխարած ժամանակ, մեկ-երկու աղոթեցինք, ինչ որ մի բան, բայց այս եղավ, Աստված ասում է լավ է, նորմալ է, բայց ես չեմ ուզում դու լինես ծույլ։ Ես ուզում եմ դու լինես խոսքի մարդ, ես ուզում եմ դու լինես ուժեղ մարդ, ես ուզում եմ դու պարապես, ես ուզում եմ դու մարզված լինես, խոսքով եկալ, մրթ-մրթա, քո միտքը թող նորոգվի, կրկնի ու կրկնի։ Հասրելիս, հիմա տես, Հեսու 1:8 մեզ ինչ ասում Աստվածաշունչը, այս օրենքի գիրքը քո բերանից չհեռանա, այլ գիշեր ցերեկ նրա վրա մտածես, պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այն ժամանակ, որ ժամանակ, երբ որ խոսքի վրա մտածես, խոսքը բերանիցդ չհեռանա, այն ժամանակ, բայց մենք այս դեմին ուզում ենք անենք, մենք հենց այն ժամանակից սկսենք։ Հասկանում եք, տես, ինչ է, այն ժամանակ ինչ կլինի, ճանապարհներդ հաջողակ կնես, հոր ջան, ճանապարհը, աղոթի թող ճանապարհներս հաջողակ լինեն, էլի, ստոպ։ Ճանապարհները հաջողակ լինելու համար նա հետ գնանք սկզբից։
իմ խոսքը օր ու գիշեր քո բերանին լինի, իմ խոսքի վրա մտածես, իմ խոսքը կատարես, այն ժամանակ ճանապարհներդ հաջողակ կանես։ Կա գեղեցիկ հերթականություն սրելիս։ Քույրերը կհասկանան, բորշը եփելու հերթականություն կա, չէ՞։ Ես խոհանոցից շատ հեռու եմ։ Մի անգամ հեռախոսով բրինձ եմ սարքել, էլ վառել եմ։ Դա համար էլ չեմ էլ մոտենում։ Մածունը կա, փորձում եմ ուտում եմ հերիքա։ Ինչեւ Արմեն տուն կա։ Գրես, ես էլ ունեմ մասնագիտություն, ես էլ ունեմ աշխատանք, մեքենայի կա հերթականություն։ Սա պետք է անես, հետո սա անես, որ հետո այս արդյունքը ունենաս։ Արի մենք խաբված չլինենք սիրելիս։ Արի մենք խաբված չլինենք։ Աստված սիրող Աստված է։ Աստված ամենակարող Հայր է, բայց հոգևոր աշխարհը ունի օրենքներ։ Հոգևոր աշխարհը ունի կանոններ, եւ մենք կոչվում ենք հոգևոր մարդիկ։ Եվ այդ հոգևոր աշխարհում, որպես հոգևոր մարդիկ, պետք է սովորենք այդ աշխարհի կանոնները։ Հա, մեր երեխեն որ մեծանում է, մենք երբ որ արդեն սկսում է քայլել, չոչ անել, այդ հոսանքի տեղերի համար սկսում ենք արդեն սովորացնել, կամ փակում ենք, կամ էլ ասում ենք մի ձեռտու դզա, չէ՞, մի արա։ Ինչ ենք ամ սովորացնում ենք այս կյանքի կանոնները։ Երբ որ մոտենում է տաք վառարանին, ասում ենք մի կպի, մի քիչ իր ձեռքը մոտիկացնում ենք, որ ինքը մի քիչ հասկանա, չենք վառում, չէ՞, չենք տալի երեխու ձեռը վառում, ասում ենք, բայց հələ նա բեր, հələ տես, որ սա վտանգավոր է, ինքը ձեռքը հետ է քաշում, սովորեցնում ենք ֆիզիկական աշխարհի կանոններին, որ հետո վաղը միսօր իրան վտանգ չլինի։ Նույնպես է սրելիս Աստված հոգի է, մենք հոգևոր մարդիկ ենք եւ Աստված հոգևոր աշխարհում սովորացնում է մեզ հոգևոր կանոններ։ Այդ կանոններն իմացի այս հենց օրհնված կապրես։ Մենք պետք է զգուշ լինենք։ Եթե ուզում ենք, մենք երեք էլ դասի ժամանակ ասեցինք, եթե մենք ուզում ենք բժշկության սերմը ցանենք եւ պտուղ տա, չէ, ուզում ենք ցանենք Քրիստոսի վերքերով, ես բժշկված եմ, ուզում ենք ասենք եւ դա պտուղ տա։ Սելիս նույն ձև է պտուղա տալը, որ ասում ես ցավից մեռա։ Նույն հողի մեջ է ցանվում, չէ։ Թե ժամանակ, երբ որ այդ նկատի ունեմ, դա աշխատում է, բայց հենց այդ նկատի չունեմ, դա չի աշխատում։ Այտենց չի, մի խափնվեք։ Կապ չունի ինչ նկատի ունես։ Սերմը դուրս եկավ, պտուղին գալու է։ Դրա համար պետք է մենք հետևենք, ինչ սերմ ենք օգտագործում, ինչ խոսք է մեր շուրթերից դուրս գալիս։ Ու Աստվածաշունչն է, ես հեսա կասեմ, Աստվածաշունչն է մեզ դրանում սովորացնում է։ Մոքշադիր եղի, քո շուրթերից ինչ դուրս գա։ Աղոթք արա, Դավիթ թագավորը սաղմոսներում մեզ կասի, Տեր, պահապան դիր իմ շուրթերին, որ ես սխալ բան հանկարծ չխոսեմ։ Հասկանում եք։ Հիմա տեսրելիս Հռոմեացիս 4 գլուխ 17 խոսքում ասում է, ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ, Աստծո առաջին, որովհետև հավատաց, որ մեռելներին կենդանի անում եւ չլինող բաները լինողի պես կանչում է։ Չլինող բաները լինողի պես կանչում է։ Դու գալիս ես մեր տուն, դու չգիտես, որ մեր տանը շուն կա։ Շունիկը սենյակում է, ու դու չգիտես։ Ու մենք էլ իրար հետ նստած մենք սուրճ ենք խմում, ու ես էլ մեկ էլ շանաունը տալիս եմ, ասեմ, քուչի, արի, ասես, այս ուր է, շուն կար։ Դու չգիտեիր, ես իրան կանչեցի, ինքն եկավ։ Փոքրիկ օրինակ է ուղղակի մեր կյանքից։ Ցելիս չերևացող բաները երևացողի պես կանչում ես։ Այն ինչ որ խոսում ենք, դա հոգևոր աշխարհում կա։ Կողքի սենյակում։ Հենց մենք սկսում ենք դա ասել, դա հոգևոր աշխարհից քիչ-քիչ գալիս է ֆիզիկական աշխարհ։ Չերևացող բաները երևացողի մեջ կանչում ենք։ Երբ որ մենք ասում ենք, դե գլուխս տրակեց, դե ցավից մեռած քամբախը, այդ քամբախը քիչ-քիչ կողքի սենյակից քութի գալիս է։ Ներողություն, որ սենց եմ ասում, պատկերացնենք։ Քիչ-քիչ գալիս է, հետո ասում, հա բայց ինչ էր, բա ոնց եղավ էսի։ Որովհետև քիչ-քիչ մենք իրան հրավիրեցինք չհասկանալով։ Էլ ներվեր չունեմ, ներվերս կերակ։ Դրա համար ներվեր չունես։
Այնքան ենք ասում երեխեքին ներվերս կերակել, ներվեր չունեմ, մենք ներվեր չենք ունենում։ Որովհետև քիչ-քիչ այն սենյակից կանչեցինք հոգևոր աշխարհից, քիչ-քիչ բերեցինք մեր ֆիզիկական աշխարհ, մեր կյանք։ Հիմա տես սիրելիս։ Հիշում ես, շատ լավ օրինակ ունենք մենք, Դավիթի եւ Գողիաթի հանդիպումը։ Գողիաթն էլ հրճակեց, Դավիթն էլ հրճակեց։ Ասեց ինչա, շունեմ, դեմս հելել ես, այս պուճուրին ուղարկել եք բան, չէ՞, մեր բառերով եմ ասում։ Ես հեսա քո մարմինը քեզ կսպանեմ, մարմինդ կտամ թրջուններին, սենց։ Դավիթն ինչ ասեց, Դավիթն էլ պատասխան դավանանք ուղարկեց, խոսք ուղարկեց։ Գողիաթի խոսքին հակառակվեց խոսքով։ Հիմա սա դավանանքի մեր նրբություններից մեկն է։ Եթե սատանան գալիս է ականջի տակ փսփսում է, ու հիվանդանալու ես, ռակից մեռնելու ես, հեսա երեխեքն ցենց կնի, հեսա երեխեքն ցենց մի լրի սիրելիս։ Խոսքին, խոսքով հակառակվի։ Խոսքին, խոսքով հակառակվի։ Եթե հնարավորություն ունես, հենց այդ նստածը տեղն արա, եթե չէ, ինչ որ կոլեկտիվի մեջ ես կամ աշխատանքի տեղն ես, զգում ես կա ճնշում, զգում ես կա ազդեցություն, կարող ես մի փոքր առանձնանալ նա պետքարան, միտեղ գնաս, կանգնես, ասես, Տեր դու ես իմ պաշտպանը։ Տեր քեզանով եմ բժշկված։ Ես հակառակվում եմ ամեն մտքերին Հիսուսի անունով։ Ու որոշակի դավանանքներ անես, նորից քեզ զորացնես, նորից քեզ պնդացնես, հաղթանակած գաս նորից գործը շարունակես։ Բայց հաճախ մենք լռում ենք ու թույլ ենք տալիս այդ միտքը կրծի, ու գիտես, երբ որ դա շարունակում է, ինքը երբ որ տեսնում է դու իր թակարդն ես ընկել, ինքը սկսում է զարգանալ, ինքը սկսում է տարածվել, արդեն սկսում է 740-ը ցույց տալ ոնց է լինելու, դագաղի մեջ ոնց է լինելու, թաղմանը ինչ շոր է հագնելու, իրան որ շորով են թաղելու, ներողություն որ սենց եմ ասում, բայց գիտեմ որ սենց է, որտեղ շատ հաճախ եմ զրուցել նման մարդկանց հետ, որ իրականում ասում հո ջան, ասում սաղ արդեն պատկերացրել եմ, Եմ դաժե քելեխիս մանն եմ, սեղանին եմ ասում, պատկերացրել ով է լինելու, ինչ է լինելու, որտեղ այնքան է միտքը տանում, ու սատանան երբ որ տեսնում է իր թակարդի մեջ ընկել է մարդը, գիտեք ոնց է սատանան տեսնում, որ մենք ընկնում ենք իր թակարդի մեջ, ամենալավ տարբերակներից մեկը։ Ես այս օրինակը հաճախ բերում եմ, մենք հարազատներով իրար ճանաչում ենք։ Մենք իրար լավ գիտենք, իրար հայացքից, հա, տուն մտնելուց, բարև տալուց, տրամադրություն ունենք, թե չունենք։ Գիտես իմ մաման ինձ իհարկե կինս նույնպես 5 մատի պես լավ գիտե։ Ես երբ որ Երևանում, Հայաստանում ապրում էի, Սպիտակ քաղաքում ծառայում էի, իմ հայրական տունը Երևան։ Շաբաթվա մեջ ամեն երկուշաբթի գալիս էի Երևան իմ գործի համար։ Ինչքան էլ գործով, խնդրով բեռնավորված լինեի, տուն մտնելուց առաջ ասեց, որ մամայի մոտ ուրախ մտնեմ, մաման չմտածի, որ գործերով լիքնեմ։ Ասես, մամ ջան, պրիվետ, բան, սոված եմ, նա հազնիվ ուտեմ, բանսեց։ Ասում եմ, ինչ է եղել։ Ոչ իման, մամ, սա լավ է։ Այդ տղան նոր չեմ քեզ ճանաչում, ինչ է եղել։ Ուզում ես տխուր մտի, ուզում ես ուրախ մտի, ինքը մեկը գիտի, որ մի բան եղել է։ Որտեղ ծնված է օրվանից քեզ լավ գիտի։ Սրելիս մի հատ գաղտնիք։ Օրինակս կհասկանաք, դևերն են մեզ լավ ճանաչում։ Մեր սաղ միմիկաները լավ գիտեն, շատ ուժեղ հոգեբան են, պսիխոլոգ են այդ դևերը։ Իրանք գիտեն, որ sense մինչև այդ նստած sense հանգիստ կոֆե էր խմբան, մեկ էս միտքդ գնաց sense ահա սերմը բռնել է, հիվանդության մասին է մտածում։ Ահա սերմը կպել է, հիմա մտածում եմ այդ փորձանքի մասին։ Ինքը զգում է քո սրտի պուլսը, արագացավ, ասում ահա, ցավը դավայ, հիմա զարգացնում ենք, բերեք, մտքերը լցրեք, ինչքան կարաք լցրեք, կպել է։ Հասկանում ես, սա բանաձև է։ Ու էդի հոգևոր աշխարհի չար աշխարհը էդի օգտագործում է։ Դրա համար փառք Աստծուն մենք ունենք բարի լուր Հիսուսյանով, վերցրա խոսքը, վերցրա դավանանքը, հակառակվիր այդ ամեն ինչին ճիշտ ձևով։ Փակիր անօրենի բերանը ճիշտ խոսքերով։ Փակիր անօրենի բերանը Աստծո խոսքի դավանանքով։ Երբ որ սատանան եկավ Հիսուսի մոտ ծոմի ժամանակ, Հիսուսի հետ չէ խոսք բերեց։
Հիսուսը խոսքով պատասխանեց։ Խոսքով պատասխանեց։ Գիտես, երբ որ եկավ ասեց, եթե Աստծո որդի ես, Հիսուսը չասեց, դե ես Աստծո որդի եմ, հեսա ոնց կասեմ, այտենց կլինի, չէ։ Հիսուսը ցույց տվեց, որ մեր հաղթանակը խոսքով է, ինքը խոսքը նորից ցիտեց, խոսքը կրկնեց։ Հասկանում եք սիրելիներ։ Հիմա տես Աստվածաշունչը մեզ ինչ կասի։ Առակաց մի քանի արագ տեղեր եմ կարդում, Առակաց 6:2։ Դու բռնվել ես քո բերանի խոսքով։ Մեր բերանի խոսքերը մեզ բռնում են։ Լավ բան կասես, լավ բանը կբռնի, վատ բան ենք ասում, վատն է բռնում։ Սա աշխատում է հոգևոր աշխարհում, սիրելիս։ Մարդ, որ ամեն առավոտ արթնանում է, իր վրա կանչում է օրհնություն, իր վրա կանչում է փրկություն, իր վրա կանչում է ազատագրում, իր վրա կանչում է սրբություն, ինքը օր-օրի քայլ առ քայլ քայլում է դեպի այդ ճանապարհը։ Բայց եթե առավոտ արթնանում է, մտածում, տենաս այսօր ինչ քամբախա գալու, տենաս այսօր ինչ օրինա գալու գլխներիս։ Այտենց էլ լինում է։ Այտենց էլ լինում է։ Տենանք այսօր ինչ սուրպրիզ ա լինելու ու վատ բան նկատի ունի։ Այտենց էլ լինում է, այդ ասում դե մի բանը զգում է, էլի։ Չէր զգում եք, ամեն օր կանչում ես քո կյանքի մեջ, դրա համար էլ լինում է։ Ամեն օր կանչում ենք, լինում է, այդ ասում եք մի բանը զգում է։ Ես մի քանի վկայություններ էլ կտամ։ Երեք պատմեցի մի վկայություն, ցավալի իհարկե վկայություն, բայց դες բաներ չանեք, սիրելիներ, զգուշ եղեք, զգայուն եղեք։ Մեր մոտ Հայաստանում մի ընտանիք այցելեցի, երիտասարդ քույր եղբայր էին։ Մտա տուն, խոսում ենք, մեկ էլ աչքս ընկավ պատի վրա, երիտասարդ կնոջ նկար, մահացած։ Ասում ներողություն, էլի, ով ասում մաման, բայ, բախի է մահացել։ 38-40 չկար, 38 տարեկան, եթե չեմ սխալվում, ասում ինչ է եղել, խի է մահացել։ Երեխեքից մեկն ասեց, գիտեք, ասեց, մաման մի հատ բան էր ասում։ Երբ որ ապերը գնաց բանակ, ասում էր Աստվածան, ոչ բան չեմ ուզում, տղես բանակից հետ գա կարամ մեռնեմ։ Տղեն բանակից գալիս է տուն, բանակի քեֆն անում են, մի ամսվա մեջ արագ զարգացող քաղցկեղից մահանում է։ Հարց ինչի։ Ինչի ես կանչում, խի ես այդ հրճակումն անում։ Ամեն ինչ նորմալ, առողջ, ոտով, ձեռով, խի ես այդ հրճակումն անում, ինչի։ Խոսքով կանչեց իր վրա։ Ու գիտես հաջորդ կողքից երբ որ նայում են, շատ հաճախ մարդիկ մտածում են, դե երևի մի բան զգում էր, դե երևի մի բան գիտեր։ Չէ, խաբվեց ուղղակի։ Ցավալի է, մեր քույրն էր, բայց խաբվեց։ Հասկանում եք սիրելիներ։ Առակաց 12:14 Մարդս իր բերանի պտուղներից կկշտանա բարիքներով եւ մարդի ձեռքի արարքը հետ կդառնա իրան։ Մարդն իր բերանի պտուղով կկշտանա։ Ինչ ասում ենք, այդ էլ գալիս է մեր կյանք։ Այս էլ Աստվածաշունչն է ասում։ Այս Աստվածաշունչն է ասում։ Ինչով ես ուզում կշտանաս։ Ուզում ես օրհնությամբ կշտանաս, օրհնություն խոսի, սրբությամբ կշտանաս, սրբություն խոսի։ Իսկ սատանան բերում է, սերմանում է անեծքներ, հիվանդություններ, հետո է դրանով սկսում ենք կշտանալ, ասում ենք խի, որտեղից, ինչ ենք արել։ Միգուցե բան էլ չես արել, պարզապես շուրթերին չենք կարող հետևենք, չգիտենք, որ դա այդքան կարևոր է, չենք կարևորում։ Գրեզ ես անգամ լսել եմ ասում, լավ դե Հովիվ ջան, այնքան ես խորացել։ Ասում լսի, դա Աստվածաշունչն է ասում, հələ ես այդքան չեմ խորացել։ Դա ավելի խորն ու ավելի խիստ է, քան պատկերացնում ենք։ Մենք հələ շատ թեթև ենք խոսում են, ինչ որ խոսում ենք։ Հա, սիրելիս։ Առակաց 18:20-ը մեզ կարդում մարդիս բերանի պտղից կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքների արդյունքից։ Ինչ տվեցիր, այն էլ գալիս է, շինանյութ է, մեր խոսքերը շինանյութ են։ Մարգարեների մեջ գրված ասում է, ես քեզ տալիս եմ ատամնավոր կամնասայլ, քո բերանը ներողություն էլ այս բառն օգտագործեմ, սայլը հասկանում ենք, որ ասում տնավարի լեզվով ասած կաշկա, որ մի բան լցնում ես ու բերում ես, մի բան էլ չէ, աղբերները շինարարության մեջ ավազը լցնում են, բերում են ցեմենտի մոտ, ավազը լցնում են, բերում են։ Մեր շուրթերը սայլա, կաշկայի նման Աստվածաշունչն ասում է, ինչ խոսեցիր, դա կրում ես քո կյանք, ինչ խոսեցիր, դա բերում ես քո կյանք։ Համար ուզում ես լավ բան գա քո կյանք, ուզում ես երեխեքիդ համար, ուզում ես ընտանիքիդ համար, սրբության համար, մեղքի մեջ խնդիր կա, ինչ որ մի բան չես կարող հաղթահարես, դե չի լինում, ես երևի չեմ էլ կարաբան, սկսի հակառակն ասել։
ես կարամ, իմ մոտ կստացվի, ես ազատ եմ, ես սրբված եմ, Տերը ինձ մաքրում է, հա? Սկսում ես ասել, չէ դե հով ջան, չի լինի սուրբ ապրել անհնար է, հնարավոր է։ Չթողես միտքդ խափնվի, եթե Տերն ասեց սուրբն ավելի սրբվի, ուրեմն դա հնարավոր է։ Կարաս կողքինիդ ասես հնարավոր է։ Հնարավոր է։ Սերիս Աստվածաշունչը մեզ ուրիշ բան է սովորացնում, աշխարհը ուրիշ բան է սովորացնում։ Դե այս աշխարհում այնքան կեղտոտ աշխարհը անհնար է սուրբ ապրել։ Մենք ինչքան ենք լսել, չէ՞ այս արտահայտությունը, ու մեր միտքը չի նորոգվում։ Մեր միտքը չի նորոգվում ճշտի համար, մեր միտքը չի նորոգվում ճիշտ խոսքի մեջ, այլ նորոգվում է այս աշխարհի մտածելակերպով։ Դե անհնար է այս աշխարհում սուրբ ապրել։ Իմ երեխան երբ որ փոքր էր, ես իրան մենակ ասում էի ջուր բեր։ Երբ որ մի քիչ մեծացավ, ես իրան արդեն ասում էի կոֆե դիր։ Ու երբ որ մի քիչ էլ մեծացավ, իմ առաջի այն որ sense շոկներ, երբ որ հիշում եմ մտա տուն, պատտվեցի կոշիկներս հանելու, մեջքիս հետևից լսում եմ, պապ ճաշը տաքացնեմ, ասի արցունքները գնաց իրական, ասի, հա, ստերել հասանք։ Գիտես, երբ որ մեծանում է, քիչ-քիչ իր վրայի պատասխանատվությունը շատացնում ես, որտեղ գիտես կարա, Աստվածաշունչն ասում է սուրբն ավելի սրբվի, գիտի որ կարաս։ Ամեն, գիտի որ կարաս, քեզ թույլ մի պատկերացրա, ծույլ մի պատկերացրի, դու չի լինում դժվար է, կարաս։ Քո Տերն ասում է կարաս, ուրեմն կարաս։ Հա? Հալելույա մեր Տիրոջը։ 21-րդ խոսքը 18-21-ը մահն ու կյանքը լեզվի ձեռքին են։ Во власти языка, լեզվի իշխանության։ Լեզվի ձեռքին կամ լեզվի իշխանության տակ։ Արի կյանքի խոսքեր խոսենք։ Արի կյանք խոսենք սիրելիս, քիչ առաջ Հովիվն էր ասում, չէ՞, կյանքի խոսքեր մեր բերանից դուրս գա։ Ոչ թե մահվան խոսքեր։ Ես ուզում եմ քեզ մի քանի օրինակներ բերեմ։ Ուղղակի թող սա միգուցե քո բառապաշարի մեջ ուրիշ կլինի, բայց ես ուզում եմ sense ոնց որ բարձրաձայնեմ, մի քիչ ծիծաղելի, մի քիչ ցավալի, բայց թող sense զրնգա մեր աչքերի ականջների մեջ, որ հասկանաք։ Ես մեր մոտ Սպիտակի գյուղերից մեկում ջրաշենում գնացի մի տուն ընտանիք այցելեցի, գիտեք, sense արտահայտություն չէ, մեռնեմ քեզ, մեռնեմ ջանիդ։ Ջրաշենում այդ քեզն են արդեն, այնքան է կրճատվել, մեռնեմ, մի հատ ջուր կբերես։ Ասում, տատխի մեռնես, կբերի, արխային, առանց մեռնելու կբերի։ Մա մեռնեմ, մի հատ կոֆե դիր, մեռնեմ, ասում, մի ասա այդ մեռնիմը։ Ու մի 15 րոպե սովորացնում, որ այդ մեռնիմը սխալ բառ է, ասում, էլ չես ասի, չէ՞, չէ, մեռնիմ, էլ չեմ ասի։ Լավ, երևի 3 ամիս կան գնանք, որ էլ չմեռնես։ Գիտես, այնքան է սովորական դարել, այնքան է մշակույթի մեջ տեղավորվել։ Իր բառապաշարի մեջ անգամ չելը զգում, որ ասում է, գիտես ինքը լսեց, ինքը հասկացավ, որ սխալ է ասում, բայց այնքան է իր սովորության մեջ, այդ ժամանակ է նորից մեկը կրկնում է։ Գիտես, ես հասարակ օրինակ եմ բերում, մեր տանը, ես մեծացել եմ ընտանիքում, փառք Աստծո իհարկե իմ հոր համար, իմ մոր համար, մեր տանը ընդունված չի եղել հայհոյանքը, հիմա էլ ընդունված չի։ Ես չեմ մեծացել այտենց, որ հայհոյանքը ընդունված է եղել։ Ու դա չենք լսել, իմ papan ասեն կարող է դուրսը բան ինչ որ ընկերների հետ բան, տենց ականջուրս 1-2 անգամ, բայց տան մեջ չի եղել այտենց բան, որ papan ինչ որ մեկին կամ մամային կամ մյուսին չկա, չի եղել, իմ ականջները դրանց սովոր չի։ Բայց ես գնում եմ բանակ, բանակային կյանքում սա շորջ բոլորը 1800 տղա, դու աշխարհիկ, հայհոյանքը դառնում է սովորական բան։ Բանակից գալիս եմ տուն, քրոջս հետ մի օր դուրսը ման ենք գալիս ու բերանից ես հայհոյանքա դուրս գալիս։ Ասում, կներես մի տեղավ սովորություն էր, ահա ոչինչ էլ չասես, մեկ է մի 5 րոպե հետո նորից, վայ աղջի կներես բանս, արի գնանք տուն, հա չի լինում, ես չեմ կարում, հələ մեջս լիքը կեղտ ա լցվել այդ 2 տարվա մեջ, բայց գիտես ինչ եղավ, երբ որ դու հետևում ես, երբ որ դու աշխատում ես քո վրա, դա քիչ-քիչ քեզանից մաքրվում է, դա հնարավոր է։ Ես ինձ համար մոտիկ մարդու հետ խոսում եմ, արդեն ապաշխարել եմ, եւ ինձ ընկեր է ինքը, ասում լսի ասում, ես ուզում եմ մեր ընկերությունը շարունակվի ու չվնասվի, բայց մի բան եմ ուզում խնդրեմ, կլինի իմ մոտ հայհոյանքով մի խոսա։ Ես չեմ ուզում։
Հա, ախպեր, բայց մեկ էլ հայոյում ասեմ, մի ասա, էլի, խնդրում եմ, ես չեմ ուզում իզուր տեղը 100 տարվա անգելներ ենք այդ մի փոքր բանի համար, հարգի իմ ցանկությունը։ Ես վատ բան չեմ ուզում, էլի, որ ես իմիջ չեմ ուզում քեզանից, որ սարեր եմ խնդրում։ Մի օր չդիմացավ, ասեց, ախպեր չեմ կարում, պետք է ասեմ։ Ասի սուտ ես ասում։ Ինչի, որովհետև մենք այնքան իրար հետ մտերիմ ենք, որ դու իմ տունն ես հաց ուտում, ես էլ քո տունն եմ հաց ուտում։ Ու ես լսել եմ, ու ես քո հետ տեսել եմ, որ դու իմ տանը իմ մոր մոտ չես ասում, 5 ժամ էլ նստած լինես, չես խոսում։ Կամ դու քո մոր մոտ էլ հայոյանքով չես խոսում, ուրեմն կարում ես։ Նա այս դեմքից ձեն չանեց։ Հետո փառք ասում, մեր ընկերությունը չվնասվեց։ Բայց ինքը բռնվեց, գիտես, այդ միտքը, որ չեմ կարա։ Խայտարակվեց, կարաս լավ է։ Որ ուզում ես, կարում ես։ Մեր խոսքերը պետքա սրբել սիրելիս։ Հալելույա, ցավը տանեմ։ Չես կարա ցավ տանես սիրելիս, դա դժվար է։ Կա ցավ տանող, որը Հիսուսն է։ Հիմա, բայց դա սիրո խոսքեր են, ես այնքան լավ բաներ կա։ Քիչ-քիչ որ հետևում ենք, քիչ-քիչ դա մաքրվում է։ Հիմա ես քեզ ասեմ, սիրելիս, իմ մեծ աղջիկը ծնվել է 2006 թվականին։ Ես այս դավանանքի այս խոսքերը արդեն 2004 թվականից սա եմ, որ ասում որդեգրել եմ, սրա մեջ ապրում եմ։ Իմ երեխուն երբեք չեմ ասել ցավը տանեմ, բայց ես իրան այնքան սիրո խոսքեր եմ ասում։ Պարզապես պետքա սովորել։ Պետքա լեքսիկոնի մեջ, մտքի մեջ նորոգում գա։ Մի լավ պատմություն պատմեմ։ Մայրս ու հորեղբորս կինը իրար հետ սովորականի պես մինչև ապաշխարելը առավոտ ցերեկ իրիկուն գրաֆիկով կոֆե են խմում ու բոլոր հարևաններից պիտի խոսեն, բամբասեն, չէ, կոֆեն դնում եմ արի կոֆե խմենք, կոֆեն դրել եմ արի կոֆե խմենք ու պետք է անպայման խոսան ինչ որ մեկի մասին։ Էս սրա հարցը, սրա կիսուրը, սրա լվացքը, սրա էսի, սրա այնի։ Հիմա ապաշխարել են ու չեն ուզում բամբասեն։ Որոշում են ամեն կոֆե խմելուց, որ ընենց անեն չբամբասեն։ Գիտեք, էսի իրանք պատմում են ծիծաղելով։ Ասում առաջի անգամ որոշելուց հետո առաջի հանդիպումը, որ կոֆե ենք խմում, նայում ենք իրար էսի, բան չունենք խոսելու։ Կոֆե ենք խմում ու ծիծաղում, կոֆե ենք, որտեղ ինչից ուզում ենք խոսանք, դա բամբասանք է։ Ասում լուր ծիծաղելով կոֆե խմեցին, գնացինք ամեն մեկս մեր գործին։ Ցերեկն եկավ, կոֆեն դրել ենք, եկել ենք նորից ծիծաղելով ու մելի պիտի առանց ձերի կոֆեն խմում ենք, նորից գնում ենք։ Գիտես, երբ որ պրինցիպիալ ես, 2-3 օրվա մեջ մեկ էլ ծնվեց զրույց։ Թեմա։ Սրանից կարելի է խոսալ, նրանից կարելի է խոսալ, այս թեմայից կարելի է խոսալ։ Ու հիմա իրանք կարան հանդիպեն, երկար խոսեն, զրուցեն, անգամ երեխաներից խոսեն, կյանքից խոսեն, ընտանիքից խոսեն, աշխարհից խոսեն, առևտրից խոսեն, արդեն առանց բամբասանքի։ Պետք է ուղղակի ժամանակ հատկացնել, պետք է ուղղակի հետևողական լինել, թեմա չկա խոսալու, լավ էլ կա, այնքան թեմա կա խոսալու։ Գյումրիում ես ու Հովիվ Ստեփան, երբ որ Գյումրիում ես ծառայում էի, մի մարդու ենք հանդիպել, ով դահլիճներ ուներ, մենք էլ դահլիճ պետք է վարձակալենք եկեղեցու համար, այս տղու աշխարհիկ տղա էր, ուշք ու միտքը մենակ Լևի գնալու վրա էր։ Ու մենք իր հետ հանդիպել ենք, ու մենք պետք է դահլիճների համար խոսանք, ինքը գիտի մենք հավատացյալ ենք, հոգևոր ենք, եկեղեցու համար դահլիճ ենք ուզում։ Ամեն երկրորդ բառը մեկ աղջիկներից է ուզում խոսալ։ Հովիվ Ստեփանն ասում է, եղբայր, մեր հետ այդ թեման չկա, մոռացի։ Մի 5 րոպե հետո նորից դες զրույց ունենք, մեքենայով մի դահլիճից մի դահլիճ ենք գնում, անգամ միտեղ նստանք իրար հետ կոֆե խմեցինք, նորից այդ ամբողջ օրը այդ մարդու հետ իր դահլիճներով պտտվում ենք։ Վերջը չդիմացավ, դες ծոպա ջան, բա ինչից խոսանք։ Ես հետևը նստած եմ, դե Հովիվն այդ բանը դեմը նստած եմ։ Ստեփան, գիտեք, այնքան հետաքրքիր էր Հովիվ Ստեփան, ասեց լսի, ասեց եղբայր, դու էլ ես ամուսնացած, ես էլ եմ ամուսնացած։ Արի խոսանք մեր երեխեքից, արի խոսանք մեր երեխեքի կրթությունից, արի խոսանք ավտոներից, արի խոսանք բիզնեսից, արի խոսանք մեր պետությունից, արի խոսանք մեր Հայաստանից, այնքան թեմա ասեն։ Հա էլի։ Ու լուր քշումա չի կարող խոսալ։ Գիտես, երբ որ հետևողական աշխատանք տանես, խոսքը կնորոգվի, խոսքը կմաքրվի։ Մեռնեմ ջանիդ։ Մի մեռի։
Հա, տատս ասում էր մեռնեմ ջանի, ասում տա ջան, ապրի։ Նորմալ է, ապրի, ինձ համար լավ է, որ դու ապրես, պետք չի ժամանակից շուտ քորանամ ես։ Մի քորացի։ Դրանք բոլորը այն կողքի սենյակից հիշում ես, որ կանչում ենք։ Կողքի սենյակից գալիս է, մի կանչի սիրելիս։ Որ սկսես չասել, հիմա տես քո ներսում բարձրանում է, բա ինչ ասեմ թորներիս, բա ինչ ասեմ երեխեքիս, սկսի չասել, կտենաս այնքան լավ բառեր են ծնվում։ Կարող է մամայիս ու հորեղբորս կնոջ նման առաջին երկու օրը բան չասես, երեխեն զարմանա, այս տատիխի բան չի ասում, բայց մեկ էլ կսկսվի ճիշտ բառերը ծնվել։ Գանձ ջան, հրաշք ջան, իմ թակավոր, իմ որդի, հա այնքան լավ բառեր, Անուշ ջան, հա տարբեր լիքը։ Տրաքում եմ, սիրտս պայթեց։ Չէ, իրականում տեսեք, մենք կարանք հիմա բան ենք, բայց ինչքան լուրջ է այս արտահայտությունը, եթե մենք պատկերացնենք, որ ինքը սերմ է, եթե մենք պատկերացնենք, որ ինքը կողքի սենյակից մենք իրան քաշում ենք։ Դες իրականում ուզում ես սիրտդ պայթի, չէ, դե մի ասա։ Սպանեց, թողեց։ Չէ, երեխան 15 սովորացնում, երեխան չի սովորում, 15 սովորացնում, չէ, դե սպանեց, թողեց, չի թող, ներվերս կերավ։ Պատկերացնում ես։ Հոգիս հելավ, կյանքս կերավ, ներվեր չունեմ, ներվերս չի դիմանում, ցավից մեռա։ Իմ մոտ չի ստացվի։ Ինչին կպնում եմ, չորանում եմ։ Լսել եք նման արտահայտություններ։ Հիմա սրելիս տես, հոգևոր աշխարհում կա մի հատ գաղտնիք, դավանանքը ինչ ուժ ունի։ Սա եթե գրում ես գրի մոտը, մենք չենք ասում այն, ինչ ունենք, մենք ասում ենք այն, ինչ ուզում ենք ունենանք։ Հա? Եթե քո մոտ չի ստացվում, ամեն ինչին կպնում ես չորանում է, սկսում ես ասել, Տեր շնորհակալ եմ, որ իմ մոտ ստացվում է, ու ինչին կպնում եմ, ծաղկում է։ Պատկերացնում ես։ Դու սկսում ես ասել այն, ինչ ուզում ես ունենալ, բայց մի հատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Սա չի նշանակում, որ չէ, անգամ անեկդոտ կա, չէ, խարիզմատի համար, որ ասում է, խարիզմատը պրզնատ չի գալիս։ Ասում եմ, հիվանդ ես, ասում եմ, չէ, ես բժշկված եմ Քրիստոսի վերքերով։ Բախի ես եկե բժշկության աղոթքին։ Այսինքն տեղ կա պիտի գաս խոստովանես, ընդունես հավատքով ու գնաս ճիշտ դավանես։ Դու չես գնում, չէ, բժշկի, հիվանդ մարդը գնում է բժշկի, բայց բժշկի մոտ գնում ասում է, խես եկել, ես առողջ եմ։ Դե առողջ ես, գնա, խես եկել։ Չէ, գնում ես բժշկի, որ ասես ինչ խնդիր կա, ու խնդրիդ լուծումը վերցնես, ու այդ դրանից հետո էդի ամուր պահես։ Հիմա տեսեք, ճիշտ դավանանքը, երբ որ մենք դավանանքի մեջ սուտասան չլինենք, դավանանքի մեջ սխալ մոտեցում չունենանք, որն է։ Մեր կյանքում պետքա եւ աղոթքի սենյակի եւ դրսի խոսքը երկուսն էլ համապատասխանի իրար հետ։ Ես հով դերենի առաջ չպետք է ասեմ, ես լավ եմ, ես առողջ եմ, ես օրհնված եմ, ամեն բան կստացվի, բայց հետո հենց գն Աստված ջան, մեռնում եմ, պրծնում եմ, ես ինչ հա։ Կամ հակառակը, աղոթքի սենյակում չեմ ասում, ես լավ եմ, ես օրհնված եմ, իմ մոտ կստացվի, Քրիստոսի վերքով ես բժշկված եմ, ասում, դերեն ջան, հովիվ ջան, գիտես, մոտս էսի սենց էնին էնց։ Հասկանում ես, երկու տեղն էլ պետքա համապատասխանի։ Եթե ես խոսք եմ վերցրել դավանանքի, ես համ ստեղ պետք է Աստծո առաջ պետք է դավանեմ դա, եւ համ էլ իմ եղբոր առաջ պետք է դավանեմ։ Ես խոսք ունեմ, ես ամուր բռնել եմ, ես դա բռնում եմ, ես դրանով քայլում եմ։ Հա? Սաղ թարսա։ Նա տեսպիսի արտահայտություն կա, ասում, սենց էլ մնա լավ է։ Իրեք ես շատ հաճախ ասում, լուրջ լավ է։ Լուրջ ուզում եք սենց մնա, ասենք 5 տարի հետո էլ այս վիճակը լինի, ես չեմ ուզում։ Աստվածաշունչն ասում, պիտի գնաս փառքից վարք։ Արդարի ճանապարհը օրեցօր պիտի լուսավորվի։ Ես չեմ ուզում, հələ եկեք մի պահ պատկերացնենք մեր հիմիկվա ֆինանսական վիճակը, մեր հիմիկվա առողջական վիճակը, կամ մեր հիմիկվա այս աշխարհի տնտեսական վիճակը, այս խառը իրավիճակները, պատերազմները, ասում, սենց էլ մնա լավ է, չէ, ես չեմ ուզում սենց էլ մնա լավ է։ Ես ուզում եմ իմ երեխեքի կյանքում բան փոխվի, ես ուզում եմ եկեղեցու կյանքում բան փոխվի, ես չեմ ուզում սենց էլ մնա լավ է։ Ես ուզում եմ գնամ փառքից դեպի փառք։ Լսել եք սենց արտահայտություն, Տերդ մեռնի գիտություն։
Գիտեք, այնքան խորն է, ես մի օր սրա մասին խորհում էի, սերից գիտության տերն ով է։ Հիմա հələ խորացեք դե հիմա։ Տերը մեռնի գիտության տերը Աստված է։ Բայց չենք հասկանում, ես բարձր հասկանում եմ սիրելիս այն պահը, որ մարդիկ ասել են չհասկանալով, բայց սրանք սխալ դավանանքի պտուղ են։ Գիտեք, շատ տարածված հայերի մեջ, վրացիների մեջ եւ նույնպես ես իմացա հույների մեջ, հрьяաների չէ, հույների մեջ տարածված է իրանց երեխեքին ասել թաղեմ բոյը, դագաղը դնեմ, արև չտենաս։ Գիտես, մեր մոտ էլ են ասում, վրացիներն են ասում ու հույներն են շատ ասում։ Ցավալի պատմություն, որ խոսքը, մեծի խոսքը տեղ է հասնում։ Սիրելի տատիկներ, սիրելի մայրեր, հայրեր, ձեր երեխեքին միշտ օրհնեք։ Միշտ ճիշտ խոսքեր խոսացեք։ Մենք ունենք մեր հայաթում մի ընտանիք, որտեղ մայրը, տատիկը ամեն առավոտ տղուն ասում էր ռույլը փորդ մտնի։ Այնպես ստացվեց, որ ինքը կինը երկու տղա երեխայի հետ ավարիա են տալիս, բառուց բուն իմաստով ռույլը փորն է մտնում։ Մահանում է տղեն հարսի հետ, երկու երեխաները, տղաթոռները կենթանի են մնում։ Անցնում է տարիներ։ Մի օր գալիս եմ տուն, շատ տարիներ, այսինքն ես փոքր էի, այդ երեխեքը իմ թայ էին, հետո ես արդեն 35-40 գալիս եմ տուն, տեսնում եմ այդ որ փողոցում կպցնում են այդ լենտան, դնում եմ այդ տղեկից մեկի անունը։ Ասում մամ, ի՞նչ է եղել։ Ասում ավարիայից մահացել է։ Որտեվ տատը շարունակում էր անիծել։ Ասում մամ ասում, մի բան արեք, հասցրեք, այն մյուս տղուն եկեղեցի հասցրեք։ Այդ անեծքները գործում են։ Այն մի տղուն հասցրեք, այն մի թոռանը հասցրեք եկեղեցի, որ աղոթեն, այն մեկին էլ կպնելու էդի։ Ու փառք Աստծո, մի քանի շաբաթ անցավ, ամիս անցավ, թե ոնց նոր էլ եկատուն մաման ասեց ապաշխարելա։ Գիտես, այնքան կարևոր ասրելիս, որ մենք ճիշտ խոսքեր խոսենք, ճիշտ խոսքեր հռչակենք մեր կյանքում, ճիշտ դավանանքներ ասենք, շատ հաճախ դրան բանի տեղ չենք դնում, անտեսում ենք, բայց դա գործում է։ Թաղեմ բոյդ, թաղեմ արևդ, սատկես պրծնես, մարդ չես դառնա։ Հա, երեխեքը սովորում են կամ սխալ են սովորում կամ այդ օրը վատ են սովորում, ծնողը ներվայնանում ու մարդ չես դառնա։ Սիրելիս, հակառակ խոսքերն ասա։ Լավ խոսքեր ասա երեխու վրա։ Հա, ու իմացի, որ խոսքը կյանք է տալիս։ Խոսքը պտուղ է տալիս մեր կյանքում Հիսուսի անունով։ Հալելույա։ Ես, եթե կարելի է խնդրեմ, Սաղմոս 141:3-ը Տեր, պահապանդիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը դու պահպանիր։ Տեր, պահապանդիր իմ բերանին։ Սերես անհնարին բան չկա։ Հակոբոսի թուղթը մեզ կասի մարդու լեզուն ով կարա կառավարի։ Բայց փառք Աստծուն Սուրբ Հոգու համար, փառք Աստծուն Աստծո խոսքի համար, որ հնարավոր է Սուրբ Հոգու զորությամբ, Աստծո խոսքի միջամտությամբ մեր լեզուն կառավարել։ Մի տեսիլքով եմ ուզում կիսվեմ հոգուս մեջ, որ տեսա տարիներ առաջ։ Գիտես, ես փորձեցի ուղղակի անկեղծ Տիրոջ հետ աղոթք անել։ Աստվածաշունչն ասում է, նա որ իր լեզվով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է։ Ես վերցրեցի այդ խոսք ու աղոթք արեցի։ Ասի Տեր, ես իմ լեզվով չեմ մեղանչում, բայց ես անկեղծ պետք է լինեմ, ես կատարյալ էլ չեմ։ Ինչ սովորացրու այս խոսքը, սա ոնց է աշխատում։ Ինչ է նշանակում, նա որ իր խոսքով չի մեղանչում, կատարյալ է։ Ես չեմ մեղանչում, բայց կատարյալ չեմ։ Լիքը խնդիրներ ունեմ, ես գիտեմ, Աստված ավելի շատ գիտի։ Լիքը բնավորության գծեր, որ պիտի կրթվեմ, դաստիարակվեմ, մաքրվեմ։ Ու գիտեք, հետաքրքիր մի տեսիլք տեսա հոգուս մեջ։ Տեսա մի նավ, ալեկոծության մեջ գնացող։
Տեսան նավապետին, ով որ այդ ղեկը պետքա բռնի, այդ նավի ղեկերը պատկերացնում եք։ Բայց նավապետը այդ ղեկը չի բռնել։ Ու այդ նավը քամիների ալեկոծությունից պտտվում է այս կողմ, պտտվում է այդ կողմ։ Այդ ղեկը ասենց պտտվում է։ Ու ես երբ որ հոգուս մեջ դա տեսնում, ասում Տեր, սա ի՞նչ է։ Ասեց, գիտես, ասեց, մի բան է լեզվով մեղք չգործել, բայց մի բան է, որ դու քո լեզվով քո նավին ընթացք չես տալիս, ուղղություն չես տալիս։ Աստված ասեց, վերցրու այդ ղեկը քո ձեռքերի մեջ, դու ուղղություն տուր, ինչ ես անում, ուր ես գնում։ Մի բան է, որ դու մեղք չես գործում, բայց մի բան է, որ դու այդ բերանով, այդ քո շուրթերով այդ ասում ես քո կյանքում, դու ինչ ես ուզում։ Դու ինչ ես ուզում։ Գիտեք, սիրելիներ, ես ձեզ ասեմ, անգամ աշխարհում հոգեբանությունը, աշխարհում անգամ բիզնես առատորները կամ մյուսները, անգամ սա իրանք այս գաղտնիքը սովորել են։ Իրանք իրանց ժողովրդին սովորացնում են ամեն առավոտ, երբ որ կանգնում ես, հայլուդեմն ասա, ես այսօր ունենալու եմ լավ զակասներ, լավ գործարքներ, լավ բիզնեսներ, ասում ես Տեր իմ Աստված, այն հոգևոր գաղտնիքները, որ ունենք, աշխարհը դա վերցնում օգտագործում է։ Աշխարհը վերցնում դա օգտագործում է։ Աստվածաշունչը մեզ ասում է, ես չեմ մեռնի, այլ պիտի ապրեմ եւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ։ Ասում է եւ նա կասի իր շուրթերով, չէ՞, ասում է եւ նա կասի իմ Աստված, իմ ապավեն, իմ ամրոց, որին ես ուսացած եմ, ցելից դա պետքա ասել, մեր շուրթերից պետքա դուրս գա։ Աստված որքան կարևորեց այդ ասելու գաղափարը, այդ ասելու process-ը, որ ասեց սրտով հավատան, շուրթերով ասեն, որ փրկվեն։ Դա պետքա ասվի, դա պետքա խոսվի, դա պետքա մեզանից դուրս գա, սիրելիս։ Մենք ինչ ենք կոչանում նորահավատին, երբ որ գալիս է քույրը, եղբայրը, ասում ենք դու առաջի անգամ ես, հա, դու հավատում ես Հիսուսին, հա, դե արի ասենք։ Արի ասենք։ Արի թող մեր շուրթերից դուրս գա դա։ Խոսքը ուժ ունի, սիրելիս։ Խոսքը աշխատում է մեր կյանքում։ Ու արել խոսքին ճիշտ ուղղություն տանք։ Մաքրվի, աղոթի։ Դա մի օրում չի լինում, դա նորմալ է, բայց եթե հետևողական լինես, դա կմաքրվի։ Հետևողական լինես։ Գիտես, քույրերը ճաշը կեփեն, միսը կեռացնեն, ու այդ մսից այդ քավքը, երբ որ բարձանում է, շերեփով գեղեցիկ վերցնում ենք։ Մի 5 րոպե հետո գալիս ենք նորից վերցնում ենք։ Մի 5 րոպե հետո գալիս ենք նորից վերցնում ենք։ Այնց էլ երբ որ հետևողական լինենք, մեր կյանքում Աստված այդտենց մեզ կմաքրի։ Քիչ-քիչ կսրբի, քիչ-քիչ կսրբի։ Գիտեք, երբ որ նոր ապաշխարել էի, Ջոն Բիվերը մի քարոզ ուներ սրբության մասին։ Ու այդտեղ մի օրինակ պատմեց։ Ասեց մեր սիրտը նման է, որ ոնց որ ոսկերիչը դնում է մեր սիրտը կրակի հնոցի մեջ ու ոսկին ոնց որ մաքրում են, այդպես մեր սիրտն է մաքրվում։ Ու Աստված է տեսնում մեր սրտի մեջ, այդ ոսկու մեջ կան կեղտոտ մետաղներ, հա, ոչ ազնիվ մետաղներ, այդ դրանք բարձրանում են, առանձնանում են ու մնում է մաքուր սիրտը, մաքուր ոսկին։ Ու Ջոն Բիվերը քարոզի մեջ կոչ էր անում, աղոթեք Աստծուն, որ Աստված ձեր սիրտը մաքրի։ Այդ քարոզը լսեցի, այդ քարոզից տպավորված մտա աղոթքի սենյակ։ Տեր, ոնց որ քո ծառան ասեց, այտենց սիրտս քո կրակով անցկացրա։ Ու գիտես, ես էլ ապաշխարել եմ, նոր տնային խմբակի ավակ եմ, երբ որ ես ու քույրս այն ժամանակ կռվում ենք, դե երեխա, տան երեխա, աշխարհիկ երեխա իրար ոչ հայոյական, բայց այն անպատվակ բաց, ապ ուշանասում բասից բառեր։ Երեխա ես կռվում ես, աշխարհիկ ժամանակների բան եմ ասում։ Բայց երբ որ ապաշխարել ենք, այդտենց բառեր չենք ասում։ Ինքը ապաշխարած է, ես հետո եմ ապաշխարել, ես արդեն ծառայող եմ։ Այդ աղոթքը աղոթում եմ Ջոն Բիվերի քարոզը լսելուց հետո։ Լավն է։ Տեր, սիրտս կրակով անցկացրա։ Ժողովուրդ կատակ չեմ անում։ Աղոթքի սենյակից դուրս եկա, քրոջս հետ կռիվ եմ անում ու այն հին ժամանակվա բառերը։ Ես լուրջ եմ ասում։ Բերանից ես դուրս է գալիս, մեկը մյուսի հետևից։ Մտել եմ սենյակ, ասում Աստված ջան, ես ինչ էր։ Ես էլ քրիստոնյա եմ, ես էլ ծառայող եմ, տնային խմբակի ավակ եմ։
Ես ի՞նչ է բերանցս դուրս գալ, ես ի՞նչ է կատարում։ Ես որտեղից, ես քանի ամիս է ես էլ sense բաներ չկար։ Գրես Տերը այնքան հետաքրքիր բան ասեց որդիս, դա դու չէիր տեսնում, բայց ես էի տեսնում։ Որ քո սրտի մեջ դա թաքնված էր։ Պարզապես քո քրիստոնեական կրոնավոր կաղապարը դա ծածկել էր։ Ես հավատացյալ եմ։ Ես սուրբ եմ։ Բայց ես տեսնում եմ, որ քո սրտում այդ կեղտերը մնացել են։ Դու աղոթեցիր, որ հանեմ ջրի երես։ Հիմա հանել եմ ջրի երես։ Ասում Տեր ջան, շնորհակալություն։ Հիմա ապաշխարում եմ։ Գրեք ապաշխարության ամենացավոտ կողմը որն էր, որ Աստված ասեց դե հիմա գնա քրոջից այդ ներողություն խնդրի։ Վաու։ Ես թակ տղեն տան գնա ներողություն խնդրի։ Ասում Աստված ջան, դե չլինի քեզանից ներողություն խնդրեմ, պրծնենք։ Ասես չէ, դու ինչ ես վիրավորել, որ ինձ ներողություն խնդրես։ Քրոջ ես վիրավորել։ Գրես ու չկար, այտենց բան գրված չէր, որ ես գնայի տան, տղա թորը, ժառանգը, չէ, sense բան ենք չան, մենք sense մեծացնում ենք ու գնա հանկարծ ներողություն խնդրի։ Դե կամ պետք է Աստծուն հնազանդվես կամ չէ։ Եթե ուզում ես Աստծո հետ քայլես, պետք է Աստծո խոսքը կատարես։ Հենց ուրիշ չկա։ Ինձ կոտրեցի, գնացի կանգնա կողքը, ինքը ջղայն ափսենել ա լվում, ասում հասկաներես։ Ինչ։ Կյանքում չէր պատկերացնել, ասում կներես։ Ու երկուսս լացեցինք, երկուսս փաթաթվեցինք։ Գրես այդ ժամանակ նման էր, որ այդ քավքը մաքրվեց, վերցվեց։ Սիրելիս, եթե հետևենք, Աստված կօգնի, որ մեր շուրթերը սրբվի։ Հիսուսի փառահեղ անունով։